Գիտեք, նես տպավորությունա պարոն Գրիգորյանը նոր ասում էր, որ թեև ինչ չէր ուղված, որ ինչ-որ բաներ չենք ուզում տեսնենք, ես օրինակ ուզում եմ տեսնել, բայց օրինակ մանկապարտեզի բակը բարեկարգում եք, ծաղիկի եւ խոտի տեղը այդ բակում մոլախոտ աճում երեխաների մարդաբոյ, կանգառասրահները փոխում եք, բայց այդ կանգառասրահները փոխելուց առաջ պետք է ուսումնասիրել դրանց դիրքը, որովհետև կանգառասրահների մեծ մասը սովետական միության թվականներից դրված են եւ մեծ մասը խաչմերուկներին շատ մոտ են դրված եւ երկու ավտոբուս կանգնելուց հետո արդեն երրորդը կանգնում է խաչմերուկի մեջ եւ խցանում է ստեղծում, այսինքն միջև այդ կանգառասրահները փոխելը պետքա դրանց տեղերը ուսումնասիրել եւ մեծ մասը միգուցե տեղափոխել ու մեկ էլ բանը տրոլեյբուսների հետ կապված այդ ծրագիր կար մալուխները գետնի տակ անցկացնել նոր սյուներ դնել հիմա ու դրանց մի մասով տրոլեյբուսի լարերներ էին անցնում հիմա օրինակ Միասնիկյան պողոտայում այդ ամբողջ աշխատանքը արվել վերջացվել է այդ հին սյուները մնացել են տենց կիսա ժանգոտ կիսա բան ու ուզում եի հասկանալ այդ հին սյուները պետք է հանել թե տենց դրանք մնալու են շնորհակալություն Պարոն Կուբացյան, շատ սրտնեղած եմ, որ դուք իմ ծնունդը շնորհավորեցիք, բայց ամեն դեպքում բովանդակային պատասխանեմ, տեսեք, կանգառասրահների առումով տեսեք, ճիշտ եք ասում, որ շատ կանգառասրահների եւ կանգառի վայրերը պետքա վերանայվեն, դրա համար մենք երթևեկության կառավարման կենտրոնի գործընկերների հետ դիտարկել ենք եւ փոխարինել ենք այն կանգառասրահները, որ առնվազն այս պահի դրությամբ մեր ունեցած ինֆորմացիայի շրջանակներով չի ակնկալվում, որ անգամ վերանայումից հետո տեղափոխվելու են, բայց անգամ եթե նման բաներ դեպքեր լինեն առանձին, դրանք այնպես չի, որ այնքան ստատիկ են, որ փոխարինման ենթակա չեն։ Ինչ վերաբերում է Միասնիկյան պողոտայի այդ հենասյուների հները ապամոնտաժելու մասով, այո, ապամոնտաժվելու է համապատասխան հանձնարարականը ֆիքսված է ճիշտն ասած, ինչ վերաբերում է նաև այն հատվածին, որտեղ լարերը պետք է իջեցվեն գետնի տակ, կարծում եմ, որ այդտեղ երկու լուծում ենք մենք դիտարկելու, կամ գիտեք, որ մեր նոր գնված տրոլեյբուսները անպայման չի, որ միշտ ուրեմն այդ ցանցին միացված լինեն, իրանք նաև ավտոնոմ վազքի հնարավորություն ունեն, դիտարկելու ենք, եթե կոնկրետ հատվածներում հնարավոր է այդ ավտոնոմ վազքը իրականացնել առանց այդ համակարգին միացված լինելու, կարող է նաև դիտարկվել այդ հատվածից համապատասխան ենթակառուցվածքի ապամոնտաժումը, եթե ոչ, ուրեմն բոլոր լարերն են դիտարկվելու, որ պետք է իջեցվեն գետնի տակ, բացի նրանից, որ հնարավոր էլ չի լինի, կամ կարա երթուղիների վերանայում լինի, այսինքն այս 3 հնարավոր օպցիաների մեջ ենք դիտարկելու, իսկ մանկապարտեզների մասով, ճիշտն ասած, ես առնվազն կարող եմ ասել, որ ես կողմ չեմ, որ ծաղիկի տեղը մոլախոտ աճի, բայց կոնկրետ ավելի կոնկրետ դեպքով կարծում եմ համապատասխան պաշտոնյան ճիշտ կլինի արձագանքի շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Կուբացյան, իրականում մանկապարտեզներում տենց մեր աշխատանքը ամենայն դեպս ինքը կոմպլեքս է, այսինքն մենք տենց հատվածական միայն օրինակ հիմա շենք չենք նորոգում, ինչպես նախկինում էր արվում, այլ բոլոր այդ նորոգված շենքերում, հիմնանորոգված էներգոարդյունավետությունը բարձրացրած շենքերում նաև բակային հատվածին ենք անդրադառնում, ստեղծում ենք խաղահրապարակներ եւ նաեւ որտեղ որ հնարավորություն ունենք ռոռոկման ջուր ենք բերում եւ հասցնում այդ բակեր եւ ընդհանուր առմամբ եթե կոնկրետ կմատնանշեք թե որ բակի մասին է խոսքը մենք անպայմանորեն անդրադառնանք բայց մեր մոտեցումը մանկապարտեզներին եթե նկատել եք ընդհանուր առմամբ համակարգային է այսինքն հատվածական չեն անում աշխատանքը այլևս խնդրեմ արձագանք Հիմա sense չէ ուզենա մանկապարտեզը նշեի ակտիվ քաղաքացիով իմ անունով որ փնտրեք կգտնեք այդ հայտը այնտեղ մոլախոտերի մասին նկարներն կտեսնեք պարոն Ավինյան Պարոն Գրիգորյան ես ձեր ծնունդը իհարկե կշնորհավորեմ բայց աշխատանքային կարգով իսկ մեկ էլ մի բան էլ քանի Կիևյան կամուրջը փակ է շատ լավ հնարավորություն է Կիևյան
փողոցում կանգառասրահ տեղադրելու ես ձեր փոխարեն ուսումնասիրել եմ, այնտեղ տեղափոխության կարիք չկա, ձեզ նկարները ուղարկել եմ, քանի Կիևյան կամուրջը փակ է, այդտեղ երթևեկության չկա, կարող եք այդտեղ նոր կանգառասրահ տեղադրել, մանավանդ որ այնտեղ ընդհանրապես կանգառասրահ չկա։ Շնորհակալություն։